Ես բազմիցս մեր հասարակությանը ասել եմ, որ Ադրբեջանը եւ Վրաստանը հռչակել են իրենց տրանզիտ երկիր։ Հռչակել են, այդ մարդիկ ուրիշ բան չունի։ Մեկը նավթ գազ ունի ու տրանզիտ երկիր է ուզում, ամբողջ կենտրոնական Ասիա, Չինաստանով, Ռուսաստանով, որ Իրանով գան, դուրս գան, այդ դրանով իր պետությունը պահի զարգացնի, նույնն Վրաստանն է։ Հիմա մենք դրանից բացի Թուրքիան էլ է այդ նույն Թուրքիան մի քիչ ավելի է խոր գնացել, խաբել է ստեղծում, մի քանի խավ, բացահատիկի, նավթի գազը։ Հիմա պետք է մեզանով անցնեն։ Ամենակարճ ճանապարհը մենք ենք, հա։ Մենք էլ ոչ մի բան չենք անում, խցանում ենք արել ու մենք ասում ենք, այս հարևանը չնեղանայ, մի հարևանը չնեղանայ, մեկի փորնա ցավալու, այս մեկը էս անել, ժողովուրդ։ Խելք ստիպում, որ ձեր ուժով ձեր հետ այդ հարցերը լուծեն։ Հետո էլ ասեք ով է մեղավոր։ Դե լավ, գոնե բանակ պատրաստեք։ Հիմա ոչ չենք անում, ոչ են, բայց հույսները դրել եք էլի հարևանի վրա։ Պարոն Բաբայան, ես այդ էի ուզում ճիշտ ասած հասկանալ եւ հարցնել։ Տեսեք, Ադրբեջանը թեպետ վերջնական պայմանավորվածություններ, չգիտեմ, ապաշրջափակման եւ այլնի հետ չկա, հայկական կողմի հետ գոնե փաստաթուղթ չկա, չգիտեմ։ Ադրբեջանը ճանապարհ է կառուցում դեպի Հայաստանի սահման։ Երկաթուղի է կառուցում, չգիտեմ, ավտոմոբիլային ճանապարհների ցանց է ստեղծում Լեռնային Ղարաբաղում հիմա։ Հայկական կողմը եւս ասում է, որ մենք պատրաստ ենք ապաշրջափակման, բայց ոչ մի ճանապարհ դեպի Ադրբեջանի սահման, ինքնատուրեմ հատկապես երկաթուղի, չի կառուցվում։ Լավ, ի՞նչն է խնդիրը, սկսենք, բայց ինչու կարելի է չէ կառուցել, ասել մենք էլ ենք գործանում, կպայմանավորվենք հենց գա ժամանակը, կպայմանավորվենք։ Հիմա ոչ այն է արվում, ոչ պայմանավորվում է, որ հարցնում ես, ասում են, գիտեք, պետք է մեծ գումարներ ծախսենք, պետք է հասկանանք հստակ որտեղից ինչ ենք բացում, որ այդ գումարները սկսենք ծախսել։ Նայեք, դրանք ովքեր ասում են դիլետանտներ են, դրանք իրավունք չունեն պետության ապարատում աշխատել, որովհետեւ պաշտոն զբաղեցնել, փորձեն բացատրել, ինչի եմ տենց ասում։ Մենք կենտրոնական Ասիա, Չինաստան իր բեռնափոխադրումը պետք է անցնի Սևծով, Մեջիկական ծով, Եվրոպա եւ այլ եւ այլ։ Մենք հաշվում ենք Կասպիան ավազանից մեր ճանապարհները դեպի Թուրքիա, որտեղ ասենք իրան ձեռնատու է գա Սևծովում բեռնափոխադրումը նավը բարձի հետո գնա, թե իրան պետքա մեր տարածքով անցնի, հասնի Մեջիկական ծով, դեղ բարձի հետո գնա, բան։ Սա հաշվարկումներ է, մասնագետները պետքա նստեն հաշվարկեն, դրանով իսկ կողմնորոշվում են մեր ճանապարհները որտեղով պետքա լինի եւ ինչ մակարդակի ճանապարհ եւ դրա թողունակությունը ինչ ցավալների պետք է հասնի եւ այլն եւ դրանից հետո սկսել այդ կառուցումը ինչ վերաբերում է ֆինանսների հարցը եւ Եվրոպան եւ ԱՄՆ-ն միջանցքից բազմիցս խոսել են եւ իրանք ներկայացրել են որ իրանք պատրաստ են կենտրոնական Ասիան դուրս բերել ռուսական ազդեցությունից եւ Կովկասը դրա համար ճանապարհների վրա 10 միլիարդ եվրոպան հատկացրել գումարներ, որոնց ծրագրերով կարելի է օգտվել եւ կարելի է բանակցել, որ Հայաստանը ունենալով միջպետական պարտքեր եւ ներքին պարտքեր 6 միլիարդ մոտորապես արտաքին պարտնա, ներքինն էլ մի այդքան էլ ներքին է, մի բան ավել, 12 միլիարդ պարտքուն նա չի կարա իրան թույլ տա մի քանի միլիարդ դոլար տնի կամ բան ճանապարհների կառուցի։ Դրա համար դիմում է այդ եթե իրոք նրանք ցանկանում են դա դուրս բերեն այդ խնդիրի լուծման։